Մեծարգո ազգային ժողովի փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, Ես արդեն խոսնակն եմ, պարոն Գրիգորյան, ազգային ժողովի փոխխոսնակ ասեցի։ կներեք, ազգային ժողովի նախագահ, հարգելի գործընկերներ, Արդեն 5 տարի է խոսնակն եմ ասեմ։ Ուրեմն Տիկին Վարդանյանը դիմելով ինձ ասեց, որ այս հարցերին կպատասխանեք Հայաստանի Հանրապետության անկախության եւ ինքնիշխանության մասով, ես իրականում կպատասխանեմ, որպես քաղաքական ելույթ, քաղաքական կպատասխանեմ, օրինակ Տիկին Վարդանյանին ես կուզեմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը անկախ է, որովհետև մեղրին Հայաստանի Հանրապետությանն է։ Հայաստանի Հանրապետությունը անկախ է, որովհետև չի դարձել ինչ-որ երկրի ծայրագավառ։ Հայաստանի Հանրապետությունը անկախ է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ունի միջազգային ճանաչված սահմաններ։ Եվ Հայաստանի Հանրապետության սահմաններին, որ ասում եք զոհեր տարի կես, 2 տարի զոհ չի լինում, ես մի բան ասեմ, որ այո, Հայաստանի Հանրապետությունը գնում է խաղաղության եւ հասկանում եմ նաեւ ընդդիմության շաքարի բարձրացումը, բայց ինսուլին տվողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, որը վստահաբար ձեզ չի տալիս։ Այս այդ մասով։ Ես ուզում եմ մի երկու բան ասել երեկվա այստեղ հնչած մտքերից, բայց մինչ այդ ասելս մի երկու ֆրազա կուզեմ հիշել, մեր մեծերն էին ասում է մեկի երեսին թքում ես, մտածում Վարդավառի անձրևն է, կամ աղվեսը նստում մաշած ծառի, մաշած քոքով ծառի տակ, հովին գիտի իր պոչի հովնան, բայց այս մասով։ Երեք ինձ ճիշտ ասած անդրադարձել էր Ոմն Աշոտյան, ես ուզում եմ պարոն Սերժիկին ասել, որ կանչի մոտդ քո փայլուն բաներին, բացատրի եւ հետո Աշոտյան արա թող գնան, թե որ մենք ձեր ժամանակել կոնկրետ ես պայքարել եմ ու այնպես չի եղել, որ ոմաս նման սողացել եմ, պայքարել եմ, այն ժամանակ կար մի դրվագ, որ Երևանում հանրահավաք է լինում, դուրս էի գալիս տրից, տենում եվ ոստիկաններ կանգնած ժպտալով նայում են դեմքից, ասում են լավ տղեկ, ելեք այդ հանք, մինչև հանրահավաքը կավարտվի, այսինքն իրանք այդ բանը բերում հրամցնում են։ Հա, հիմա ասենք բուն թեմային, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հարգելի անդամ, ես մի անդամի տեխնացու ուզում եմ մի բանի վրա մենք ուշադրություն դարձնենք, օրինակ դուք պատկերացնում եք, չէ, ուզում եմ այս հարցին որ գաք, եթե նպատակահարմար գտնեք, պատասխանեք, օրինակ մեկը ծակ կոշիկներով գա ինչ-որ տեղ, 200,000 դրամ ստանա աշխատավարձ, 4 տարի հետո դառնա միլիարդատեր, դա կաշառքա թե չէ։ Օրինակ ես կուզեմ այստեղ մի խնդիր միասին լուծենք, ես ասում եմ, որ մի կուսակցությունը, խմբակցությունը ընտրություններին փողա բաժանել, ստոր շանտղայ է, եթե վստահ եմ ընդդիմությունն էլ է դրա հետ համաձայն, ժողովուրդը իրանք էլ որ ասեն, ժողովրդի հետ մի հատ այս խնդիրը լուծենք, հասկանանք, ժողովուրդը հասկանան այդպես բան եղել է, թե չի եղել, բայց ինչ վերաբերում հա կներեք, այստեղ միտք հնչեց, որ ինչ որ ես պայքարում եմ կուսակցության դեմ, չգիտեմ ինչ, ես որից է կուսակցության դեմ անկեղծ ասած ազնապես չեմ պայքարում ու կոնկրետ չեմ թիրախավորում ինչ որ կուսակցություն, եթե ինչ որ հարց լինում է համեմատական տանելու մեր եւ ընդդիմության կամ խորհրդարանական ընդդիմության կամ արտախորհրդարանական ընդդիմության, ես ասում եմ այն, ինչ որ մտածում եմ ու իմ կյանքում ընդհանրապես ես ասում եմ այն, ինչ որ մտածում եմ։ Հիմա ես մի հատ բան եմ ուզում ստեղից ասել, ով ինչ ցանկանում Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին, Աստված տա իրիկունն էթա իր տունը տենա։ Լավ բանա ցանկանում, էթա լավ բան տենա, վատ բանա ցանկանում, էթա վատ բան տենա։ Ասում է բանը Առաջնորդի բառապաշարից են այստեղ խոսում, ճիշտ ասած հպարտ եմ, որ իմ առաջնորդը, քաղաքական առաջնորդը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլնա Փաշինյան, ով ունի հարուստ բառապաշար, բայց օրինակ ցավում եմ, որ ընդդիմությունը օրինակ պատկերացնում եք իրենց քաղաքական առաջնորդից բառապաշար վերցնի ու գայս ամբիոնից խոսի։ Ես անկեղծ եմ ասում, եթե մի 2-3% էլ հանրությունն, հասարակությունն ուզում է իրենց ընտրել, էդ էլ չի ընտրի։ Ասում է բանը, հա
պարոն Սերժիկին եմ ուզում ասել հանրապետականի, ասենք, որ այդ տեքստը տալիս ես մարդկանց, ասում ես գնացեք այնտեղից կարդացեք, այստեղ 10 րոպե ժամանակ ունեն, գոնե տեքստը մի քիչ մեծ ու շատ գրեք, որ այդ ժամանակի մեջ էլ տեղավորեն, որ իրենց քաղաքական խոսքն էլ այնպես լինի, կամ գոնե ասեք մի երկու բառ էլ ձեզանից ասեք, թե չէ քաղաքական կշիռից են խոսում, քաշից են խոսում, ախր այն ժամանակ, որ դու իշխանության էիք, հանրապետականներ, ես այդ ժամանակ էլ քաշ ու կշիռ ունեի, այն որ ձեզ 2015 թվականին ձեր 13 տեխնացուի նորադուսում հաղթում էի, ես այդ կշիռն ունեի, գնացեք ոնց ուզում եք մտածեք, այն հենց էի հաղթում, որ օրինակ ձեր տեխնացուներից մեկը ձեզ պաշտպանող մարդկանց ով տեխնացու էր հետս 5 ձեներ տարել եկել հետս ավականի էր նստել, ես սես կասեմ, իսկ ինչ վերաբերվում է կոռուպցիային ու կոռուպցիայի հանձնաժողովին, ես ուզում եմ ասել, որ մենակ, ճիշտ հանդիմություն ասում մենակ մեզ եք ստուգում, ուզում եմ, որ մեզ էլ ստուգեք, մեզ, մեր հարևան, մեր բարեկամներին, ընկերներին, հարևաններին, չգիտեմ, տեսեք ով մեր հետ փող կապակցված է, տեսեք այս ընթացքում հարստացել եք, թե չէ, ու բանը, ասենք, հա, էլի գամ կասեմ հանրապետական ասма բանա, քաղաքական կշիռ, քաղաքական կշիռ ունեիք, իշքան քաղաքական մորքուր, հորքուր, քերուկնի, կարեկակ, միացակ, իրար հետ խփվակ հազիվ մի քանի տոկոս ձայն հավաքեք ենել մեր ընդունած օրենքով են որ շեմն էինք ցածրացրել, եկաք հայտնվակ ստեղ, հիմա եկել եք ստեղ քաղաքական կշիռից եք խոսում։ Արգելին դիմադիր գործընկերներ, ճիշտ ասած, իմ Այստեղ ելույթ ունենալ այն մարդիկ, որոնք բան են անում, թե վիրավորական է, էսա այնա, ես ասում եմ իմ ելույթներն այստեղ համարժեք է, եթե տեղի ունենում քաղաքական ելույթ, որից մեկը իրեն թույլ չի տա, որից մեկին վիրավորի, բայց եթե տեղի ունենում վիրավորանքների մի շարք, միանշանակ պետք է համապատասխան արձագանք ստանա։ Ասում եմ բանը ընտրությունները, ասում եմ, որ մենք իմպիչմենտ հայտարարենք, գնանք ընտրությունների, ես իմ չհամաձայնության կառավարություն ձևավորենք, չգիտեմ, էս անենք, այն անենք, ու սենց հայտարարում են ու գալում են լսումների, դուրսը մի 100 մարդ, չգիտեմ, ոնց խաբել բերել են այդ 100 մարդին, ուզում են 5% ձայն հավաքած ֆրակցիան իմպիչմենտ հայտարարի։ Այս ժողովուրդ ջան, 7 ամիս է մնացեք, այդ ընտրությունների կտենանք։ Իսկ ինչ վերաբերվում թե ես իբրև թե պայքարում եմ դաշնակցության դեմ, անկեղծ ասած չէ, ժողովուրդն են պաշտպանում, իսկ ինչ ժողովուրդն են ուղղորդել այստեղ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։